Բարի եկացեք, սիրելի քույրեր եւ եղբայրներ։ Այսօր մենք եկած ենք մեր Տերը փառավորելու, մեր Տերը մեծարելու, եկած ենք երկյուղով իրեն երկրպագություն ունելու, քանի մեր Տերը արժանի է, մեր Տերը հրաշագործ է, մեծ են իր գործերը, սկանչելի են իր խոսքերը։ Եկեք ոտքի դերունական աղոթքով շնորհակալություն հայտնենք մեր Աստծուն, մեր Ստեղծիչին։ Անհոր եւ Որդու եւ Որդու Սրբու ամեն, օրհնյալ մեր Տեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Հալելույա։ Մնանք ոտքի սիրելներ, քանի որ մեր Աստվածը արժանի է, որ իրեն ոտքի պարապանենք, իրեն անունը մեծարենք։ Սաղմոս 150-ի մեջ Դավիթ կհիշեցնե, որ պետք է օրհնենք Տերը իր զորավոր գործերուն համար։ Եվ այդ օրհնությունը պետք է ելնա ինչով պետք է ելնա, պետք է ելնա փողերով, պետք է ելնա թունփուգով, պետք է ելնա դավիղով, պետք է ելնա քնարով, բարելով եւ բոլոր տեսակի նվագարաններով։ Բարձրացնենք մեր ցերկերը եւ բարձրացնենք մեր ցայները եւ օրհնենք, փոխենք մեր Տերը, քանի նաեւ ողորմի, անոր ողորմությունը շատ մեծ է եւ իր մոտ ամեն ինչ հավիտյան է։ Oh,
հայտնենք մեր Տիրոջ, քանի մեր Տիրոջ սերը անսահման է, ան մեզ կպահպանենք, իրեն զորությունը ողորմությունը անսահման է, ցնցան, ուրախանան եւ մեծանենք մեր Տերը, քանի ինքն է փառք ու պատիվը մեր հավատի կյանքի մեջ։
էին, բայց այսօր մենք շատ մոտիկ ենք Քրիստոսին։ Սաղմոս 138-ի մեջ, 5-6 համարի մեջ Դավիթ կսե Վասնզի դիրոջը փառքը մեծ է, թեպետ դերը բարձր է, բայց խոնարհը կտեսնի։ Դերը կենտանացն է բոլոր նեղության մեջ եղողներուն։ Դիրոջ աջ ցերկը միշտ կփրկե մեզ։ Դերը պիտի կործե մեզ համար, այս բոլորը պիտի կատարվի, եթե ինչը լանք, եթե լանք խոնարհ։ Հայտնության Հովաննու 15-րդ գլխուն 3-րդ համարի մեջ գարտանք հետևյալը. Եվ Աստուծո ծառային Մովսեսին երբ երկեին սելով. Մեծ ու զարմանալի է քու գործերը, ով Տեր Աստված։ Եկեք սիրելիներ, երկենք մեր Տիրոջ սուրբ թագավոր լավուն համար։ Պարապանենք մեր Տիրոջ, քանի նա սուրբ է։ Սուրբ է և միայն ինքն է, որ սուրբ է։ Yeah.
վայելենք մեր Տիրոջ հրաշալի գործերը եւ մնանք իր ներկայության մեջ։ Հալելույա։ Սուրբ Էստեր զորությանց։ Գմիանանք ով դեր, գմիանանք այդ հեշտակներու բազմության, գմիանանք երկնային զորքի խումբին, քեզի երկրպագելով, ով դեր ձուկ կրկնելով եւ ասելով Սուրբ Էստեր, Սուրբ ես չգա նմանդ, միակն ես, առաջինն ես, վերջինն ես, օրդնյալ ես, քովյալ ես, բարավորյալ ես, դեր ես ով դեր ես, թագավորներուն թագավորն ես, բարձր ես եւ բարձրյալ ես, շնորհակալ ենք ով դեր, քու դիրությանդ շնորհակալ ենք քու սիրույն, շնորհակալ ենք քու ներման աղբյուրը լալուտ, շնորհակալ ենք քու կենթանի եւ հարուցյալը լալուտ, շնորհակալ ենք ով դեր, որ հոգիովդ կգործես, որ հոգիովդ կաշխատիս, որ կսիրես տագավին, որ կներես տագավին, որ կառաջնորդես ով դեր, որպեսզի մեր յանքերով քո անունդ փառավորվի, շնորհակալ եմ ով դեր, որ քո ականջներդ կծրես եւ այս պարապանությունը գլսես դեր, թող այս պարապանությունը խունգի ծուխի նման բարձրանա ու գահիտ դեր, թող բարձրանա ու գահիտ եւ գահդ շարժե եւ քու փառքդ լեցնե այս վայրը դեր, որովհետեւ քեզի պետք ունենք, քու անվանդ զորությունը ունենալու պետք ունենք դեր, քեզ մոտ ապրելու պետք ունենք, քու լույսդ լույսը լալու պետք ունենք, շնորհակալ եմ դեր, շնորհակալ եմ, որ քու էությունը լույս է, որ խավար չգա քու մեջդ, որ դու բարի ես, ամենուրեք ես, քեր իշխան ես դեր, Եգուր թագավոր է, Եգուր ղեկավար է, Եգուր առաջնորդ է, Հիսուսի հզոր անունով, ամեն։ Ամեն, ամեն, դերորդենք ու ձևիր։ Տիրոջ պարապանողները, Տիրոջ հետևողները, սուրբ դաջարի մեջ սաղմոսներ պիտի երկեն Տիրոջ, քանի մեր դերը մեզ պատմության պիտի հագցնե, մեզ յուղով պիտի օձեր եւ մեզ ժառանգորդներ պիտի ենե իր փառքին համար։ Smile.
Եվ որ այս բոլորը կատարենք, մեծարենք, փառավորենք, զոհաբերենք մեր թանկագինը, մեր սիրտը պիտի դառնա Սուրբ Հոգու տաճար։ Մեծ եւ մեծ Էստեր, սքանչելի Էստեր, հրաշագործ Աստված ես, արժանի ես, դու ամեն ինչին արժանի ես Տեր։ Մեր ամենակարող Աստվածը, մեր սքանչելի Հայրը, մեր ստեղծիչը, մեր արարիչը, մեր փրկիչը։ Մեր գիտենք, որ դեր դու սուրբ ես, դեր դու գիտենք, որ թագավորներու թագավորն ես, գիտենք, որ դեր քո ցերկը միշտ մեր վրան է, դու մեզ առանցին չես թողնում։ Շնորհակալ ենք դեր քո բոլոր օրհնություններուդ համար, շնորհակալ ենք դեր քո բոլոր օրհնություններուդ համար, շնորհակալ ենք քո շնորհքիդ համար, շնորհակալ ենք քո փառքիդ համար։ Այսօր եկած ենք հոս քեզ փառավորելու, քեզ փառաբանելու, քո անունը մեծարելու։ Օրհնե դեր ամեն մեկ անց որ հոս ներկա է, ամեն մեկ անց որ հոս ներկա է իր ընտանիքներով, իրենց զավակներով, իրենց թորնիկներով օրհնել, իրենց առաջնորդ է, իրենց նեղ օրերում տեղը հասի։ Շնորհակալ ենք դեր քո փառքի բոլոր ստեղծագործություններուդ համար։ Օրհնե մեր պատգամաբեր եղբայրը, եղիր իրեն աղ և լույս, որպես ներկայացնե քո խոսքը մեզ, որի սիրտին վրա այսօր ջաց։ Շնորհակալ ենք Տեր, շնորհակալ ենք քո երրորդության համար, Հայր, Որդի և Սուրբ Հոգի։ Ամեն։ Հալելույա։ Այս սիրելիներ, այսօր մեզի Աստծո խոսքը պիտի ներկայացնե, պիտի փոխանցե եղբայր Բենյամինը, հրամեցեք եղբայր Բենյամին։ Ողջույն։
Բարի եկացեք, սիրելի եղբայրներ ու քույրեր, դրոջ գենարար խոսքին։ Ներսես շնորհալի աղոթքով ուզեմ սկսել։ Օրհնված է Տեր Աստված մեր Փրկիչը, որ ամեն ժամանակ մեզի հետ ես եւ երբեք չես թողում, անոնք որ հավատքով եւ ճշմարտությամբ կաղոթեն քեզ։ Կաղաչեմ եւ կխնդրեմ Տեր, քու ծառաներու ճամփորդագից եղել, քու ըսկողությամբ բայելու, բապանելու մեր կյանքի դեպության մեջ։ Փառքը բադի ու միայն քեզ։ Այսօրվա մեր թեման ծորեն թե որոմ։ Չեմ գիտեր, որքանով գիտեք որոմը, ինչպես կլա որոմը, քաններ գիտեմ որոմին դեսկը, տողցեր պարստացնեն։ Որոմը բացարձություն դամ ճիշտ ծորենի նման է, իր ծողնով, իր գեցվածքով, մինչև որ ծորենը չհասումնա, մենք չենք զանազանել ծորենը որոմ են։ Որոմը, ինչպես մենք կարդանք Մատթեոս ավետարանի 10-րդ գլխուն մեջ, կսե ուրիշ արագնալ հարաճ փերավանոց ու լսավ, երկինքի թակավորություն նմանցվեցավ մարդուման, որ իր արդին մեջ փարի սերմ ծանեց։ Երբ մարդիկ կքնանային, թշնամին եկավ ու ծորենին մեջ որոմ ծանեց եւ քնած։ Երբ խոդը փուսավ ու բդուղ բերավ, անգերով որոմնալ հայտնի եղավ։ Ըսին, դեր, չէ որ տուն քո ավիտ մեջ փարի սերմ ծանեցիր, ուրեմն որոմը ուղղե է, ուստի անիգա սավանոնց թշնամին մատնա ըրած է ադիգա։ Զարաներ իրեն ըսին, հիմա գուզես որ երթանք զանոնք քաղենք։ Անանսավ ոչ, չլատ է որոմը քաղազադենիտ, ծորեն լանորեն պրծնեք։ Դեր օրհներ խոսքը մեզ մերականչուրին համար։ Սիրեն ներգտեսնենք, թե հոս երկու ուղղություններ կան կյանքի մեջ, ծորեն և որոմ։ Ով է որոմը։ Նախ պետք է ճաշնանք ով է որոմը։ Որոմը այն անձն է, որ իր էությամբ քրիստոնյա է, բայց իր կյանքը և ուղղությունը ներկուս տարբեր են։ Յուրաքանչյուրին սիրտը և երգամուտները կնող դերն է։ Ես չեմ ուզել քննադատել, որոնք որ երևույթ ունին ծորենի, բայց ներկուստ որոմ են։ Դերը գիտե ադիգա, բայց մեզի, մանավանդ մեզի, զսկուշացումի և ինքնասրբակության, ինքնագերդումի առիթ կուտա, որ մենք, եթե ունենք թերություններ, դգարություններ, կյանքեն եկած։ Եվ ինչպես ավետարանի չգսե, թշնամին եկավ քնացած ադենը և որոմ ծանեց։ Քունը ընդհանրապես մեզ թեպի անգուն գարաշնորհ է։ Մենք ունենք նորմալ 3 բաժանումներ, որոնք 8 ժամ քուն, 8 ժամ աշխատանք, 8 ժամ հանգիստ։ Բայց եւ որ մենք 24 ժամ քնացած ենք, ոչ թե ֆիզիկապես, այսինքն մեր հոգևոր կյանքի մեջ մենք քնացած ենք, թշնամին պատրաստ է իր որոմը ցանելու մեր սրտերու մեջ։ Աշխարհի երևույթները, խաբկանքները զանազան են։ Ինչպես լավ գիտեք, թե ինչ է աշխարհի զան։ Համայն Եվրոպա, արևմտյան աշխարհ
այնպիսի լոզունգներ կստեղծեն, որ մարդիկ քնանան։ Քնանան այն իմաստով ոչ թե իսկական քուն հանգստի համար, այլ քնանան իրենց լոզունգներուն հիման վրա։ Եվ մեզ կդանին թևի անչրվետ։ Անչրվետ ոչ թե վեր, այլ անչրվետ թևի անտունդ։ Գիտական կետնի վրա բզդիկ օրինակ պմիդի դամ, ինչպես երկրակունդին թևի արպանյակ պարծր է և միլիարավոր մուղոններ են, նույնպես ալ կետնին նին դագը այդպես է և գիտնականները ըստ իրենց կորձիկներով չապած են 1 և 33 զերոներ մայնս վար, երևակայացեք։ Մենք եթե վար բիդիշնենք 2-3 հարկ պամուչ է, 10 հարկ պամուչ է, ըստ Պաղեսինյան լուրերուն կդեսնեք, որ նավախներ փորեցին, որբեսի իրենց անցքերը կատարեն, ամենին խորունգը 12 մետր չանցնիր։ Թշնամին մենք ենք, հիմա ագանչը խոսին նազու եղբար դերմեջանը, անցը ինքն իր մեջ թշնամի է։ Բայց այս թշնամին թեն կենալու համար մենք պետք է զինված զնանք աստվածաշունչի խոսքով, դերոջի խոսքով։ Մարդ արարածը թյուրապեգ է, հողեն է, դգար է, շուտ կնգրկի, շուտ կինա։ Զորավոր կամիմը, գյանքի կամի, ոչ թե նորմալ կամի, մեզ հորելեսության կդանի և մենք մեր սկսմուկներ են կտերանանք։ Զարաներ եկանսին թե դեր կուզես, որ երտանք և բոգենք, պրծնենք, ոչ սա։ Ով էին զարաները, եթե ոչ աստո զավակները, որոնք աստո խոսքը յուրացուցան դենես կյանքին մեջ և գբահեն։ Աստո խոսքը մեզի այն կրավականն է, այն ուժն է, շատ աջախ փորձությունները բուկան, բայց մենք այդ փորձությունները զանց կնենք դերոջի խոսքով միան։ Եվ ծառաները այդ բարդագանություն ունին, մեզ մեկ յուրաքանչյուր քույր և եղբայր բարդագանություն ունի այդ որոնները մաքրելու։ Լայ կյանքի մեջ, լայ շրջապատի մեջ, լայ ընտանիքի մեջ, լայ ասկին մեջ։ Եթե նկատի կառնեք, քիչ առաջ լոզունգ բառը գործածեցի։ Եվրոպան լոզունգ մանեց հավասարություն, ազատություն։ Այսօր ո՞ւմ եք բզգին, եթե սես այսպես միներ, այսպես ռեքսե ես ազատ եմ, ես իմ մարմնիստերն եմ, ուզածից պես կնեմ, լադիգա երդասարդ, լագան բադանի, ես եմ որոշողը, տուն իրավունքությունից իմ գյանքս տնորենելու։ Անորամատ ես եմ բադասանալու իմ անցիս։ Այս լոզունգները արևմտյան աշխարհը միշտ չանացած է, միջին արևելքը և մանավանդ միջին արևելքը գործանել։ Ինչու հոստեղեն ծագեցավ սրբություններու արմատ եղող Երուսաղեմ։ Ցանկալի է, որ դեսնեք Երուսաղեմ իր ամեն ինչով, իր շրջապատով։ Երուսաղեմեն թևի երեքով կացած ճամփուց վրա փորձության լերը կա։ Այդ փորձության լերը, որ Հիսուս 40 օր փորձվեցավ սատանային, կտեսնեք սեպսև է։ Չկա ամբողջ տարածքի մեջ այդպիսի լեր, որ սեպսև է։ Լուցկը
է, այս մշակները քիչ։ Սիրելի քույրեր եղբայրներ, մենք բոլորս ենք այդ մշակները։ Դերը իմաստությունն է մեզի, որովհետեւ մենք կարենանք աղոթքով ծոմաբավության հոգիները փրկել։ Հայրենիքը վատ վիճակներում մեջ է, թեպի անգում գերտա։ Եվ այս անգումը գասեցնողը միանունի, մենք և մեզի նման անոնք, որ դրոջը խոսքը գտավանին և գբային իրենց սրդին և կյանքի մեջ։ Երկրորդ մեկը ռեշտակներ, որոնք Աստծո հոգիներն են, Աստծո գրգվածներն են թեպի աշխարհ, որոնք մեսեջներ գասնեն լանով մարգարեներուն, լանով արաքյալներուն, լադիգասուրպերուն։ Մեր բոլոր նախկին արմատները, եթե ուսումնասիրենք մենք լավ, կտեսնենք, թե մենք բարաբի սուրբ անունը չէ դրված անոնց։ Իրենց կյանքը խաչյալի կյանքին գաված են։ Եվ նահատակված են, սղոցված են, կրակներում մեջ այլված են, որպեսզի մենք այսօր 21-րդ դարում իբրև հայ ազգ ողջ մնանք։ Սիրելիներ, ինձ համար ցավ է, եւ որ մենք մեր արմատներեն կփրկենք։ Եվ որ դու արմատներում չես կարճած, քամին թուրավ քեզ կփրկնի։ Դեր Հիսուս Քրիստոս ինքը ասավ, այն դունը որ ժայռի վրա հիմնված է, հովերը կան, քամիները կան, քեդերը կփչեն, այդ շենքը դունը գանքում մնա։ Իսկ այն դունը որ ավազի վրա շինված է, քամիները կան, քեդերը կփչեն, եւ այդ դունը կփլի եւ անոնը գործանումը մեծ է կսե ավետարանը։ Հիմնականին մեջ ինչպես կուզես եղիր, ինչպես կուզես քալե, բայց քո արմատներդ լավ քիծիր։ Պիտի խնդրեմ, որ յուրաքանչյուր գիրագի կոնը մեկ հատ շարական մի երկծվի։ Մեր արմատները շարականները ես այսօր Տիտավորյան շուրալիեն գարտացի։ Մեր շարականները այնքան նուրբ սերդված են, որ մենք չենք կնար սերպազատվի։ Այս երկերը լավ են, ուրախանալի են, հրաշալի են, որպես մենք կարճած մնանք կոնե, մեր արմատներուն երկիտանք է, այդ շարականները ինչ պայմաններու դակ, ինչ ծևով կրված են, յուրաքանչյուր անձի համար հոգևոր օրհնություն է։ Ասի ես ցեզ վստահեցնեմ։ Ունենք արևակալի շարականներ, որոնք վաղ առավոտյան ես իբրև թբրվանքի աշակերտ եղած եմ, արդվա 5-ին մենք կսկսեինք շարականներ երկել արևակալի։ Ետ կգա կեսորվա ժամերկության շարականներ, գա ետ կայրո հետ միչորիայի շարականներ, հետո կա իրիկնամուտի շարականները։ Այս շարականները այնպես կրված են, որոնք քեզ արթուն կբահեն։ Հոգևոր կյանքի մեջ քեզ արթուն կբահեն։ Ջազ մուզիկը լավ է, ես հիմա հիշեցի Տիգրան եղբայր Սարբաշյանը, մեզի կսեր, որ ինչու սատանան միան քեվ պիտենե ջազ մուզիկով, ինգան գնի։ Okay, համացայն եմ եղբայր ջազ մուզիկով, բայց քո արմատներ մի մորնան։ Քո արմատները դեմ որ քեզի ոտքի կբահեն, ինչպես որ մեր համակումարին մեր եղբայրը հիշեց, արմատներն են որ քեզ քեդին կբահեն։ Չէ դա Ռոմեացի մեջ շատ լավ գիշեք, սե որ տուն որ պատվաստվեցար, իբրև վայրի ցիտենի, մար ցիտենիին վրա, անոնք գոտրվեցան, քեզ արգնան գոտրել տերը։ Անոր համար սկասություն
իմաստություն խնդրենք դերուսմեն, որ մեզի դա այն իմաստությունը, որ մենք կարենանք հարադևել մեր հոգևոր կյանքի մեջ։ Թե օրհնությունը լանք մենք մեզի և թե օրհնությունը լանք մեր շրջավարին։ Սատանան չուզեր, որ մենք հավատարիմ մնանք։ Եվ այնպիսի բադահարներ կստեղծե, թեփքեր կստեղծե, որ մենք քայթաղենք։ Քայթաղությունները ամեն մեկ անձի մոտ տարբեր ժանր ունի, տարբեր քույր ունի, տարբեր ծև ունի։ Անոնաբար ըսկուս եղեք։ Օրհնությունը, պարապանությունը շատ հաճելի է։ Կպարապանենք, կմեծարենք Տիրոջ անունը։ Գերց հավատացյալները պայմանական են։ Պայմանեն Աստված, Լուկան գավաշխարեն, ծապ կզարնեն, հոգևոր երկեր գերքեն, դուրս կելեն, վերջացած։ Իրենց առօրյա հոգսերը կա։ Եվ աշխարհը այդպիսի հոգսեր թրած է այս տարաշրջանի մեջ, որ մենք ագամա փոլորսը, ինչպես խսյալ, կշերվենք։ Առանց ուզելու շերվենք։ Չենք գիտակցի, թե ինչպես է, հետո կանտրատառնանք, թե ես ինչու է այս ամենը։ Ես հասկանացու խոսքը գարտամ, հասկանացու խոսքը գրսեմ, ինչու եղավ այս ամենը, այս է։ Անորամար սիրելիներ ըսկուշնանք։ Զղջումը և ապաշխարությունը մեզի ամեն օր պետք է մեր թերությունները սրբակրելու, մեր դգարությունները սրբակրելու, դերոչումով ինքնակնության երթալու։ Ես շատ սիրելի տասախոս ունեի նորենք տվրևանքը, ամեն օր ինքը ծունգի ու կար գաղոտեր իր ռատ սխալներն համար, հոգեպան բժիշկ, հոգեպան անցեր և ապաշխարած մարդ էր։ Երևակայացեք իր դիգինը իրեն դեր կգանչեր, իր անուն չեր կնորդալ, դերին գսեր։ Այսպես ընդանիքը մենք սորվեր ենք իրեցպեն, որ մենք ամեն օր մենք է որ աստծո ներգայական ուկանք մեր ռասները կնենք։ Լավ կետերը շարնագենք, վատ կետերուն մեջ ապաշխարության իրենք կնենք։ Հովանն 12-րդ գլուխ 24 համար Ճշմարիտ կսեմ ձեզի, եթե ծորենին հադողին մեջ ինալով չի մերնի, ինքը մինակ կմնա, բայց եթե մերնի, շատ արդուկ կպերայ։ Մերնի։ Նորեն բիլերտան կամակումար։ Մահը ֆիզիկական մահը չէ։ Ֆիզիկական մահին ետք գա երկրորդ կյանք։ Շատեր կսեն գերխն է, կյանքը վայլ է, ոս է կյանքը, օրը միտմերնինք։ Ուրիշ լոզուկ մնալ գա, որ իմ սրդս մեջ ծավ գարդայլ է, ուր հաց հոնգաց։ Աս պարերը շատերուն համար ձիզաղելի կտրին, բայց մեր ժողորդը անսկալապար գեդևի այնպիսի լոզուկներում, որ իրեն հերթական օրեն կահավեջ գդանի։ Եվ մահվանտուր գերտաս, չես սկա։ Մահվանտուր գերտաս, մեկ ալաչկերտ կպանաս, որ տուն ուր ես, ինչ կնես կուրտուն։ Ես ասկան դարի աղոտեցի, մատյոս 7-րդ գրքուն մեջ, եթե չի սխալեմ, կսեմ, դեր հրաշներին, փոստերում մեջ աղոտեցին, կերկեցին, անտինքացեկցեց չեմ ճանչտար։ Ինչու է աս համարը ոնչ տրված, ինձ համար նույթ եղած է։ Արդյոք մենք, ես ալ մեջ լալու,
արդակին քրիստոնյաներ ենք միայն։ Ինչ պետք է ընենք, որ ճշմարտության հետևած լանք և ճշմարտություն ոտնագով վրատ չլանք։ Եթե ծորենի հադիկը չի մերնի, դժբախտաբար մենք թաման արարության եթե ներգայ լանք, կսե այն ծորենը համար հունք գիշվին, ծորենի հադիկը կմերնի, բայց արդյունք կուդա, այսինքն սերունդը կշարունակի իր զավակներով։ Ուրիշ ճշմարտությունն ագա մերնելու հետ կապված մահը և որ տուն աչքիդ արջև կպերես 50, 60, 80, երդասար տարեց բոլոր սադիկ մահանակ։ Բայց և որ մահը կու աչքիդ արջև կպերես, ես կնալան որ վաղ մահանա, ինչ հաշի բիրիդան դերոչս։ Հոս է հիմնական գետը։ Մահը շատերուն համար վաղ կաստե, շատերուն համար զովը ալիք է, շատերուն համար լուրջ մտածելու գյանք է։ Անոր համար մահը վախնալի պան չէ։ Ըստ իս հավատացյալ պետք չէ վախնա։ Քանի որ այս դարավանքեն հավիտենական կյանք կելել է։ Եվ ոնը հավիտենական կյանքի մեջ ուրախություն կա։ Ինչպես որ ելքեցին քեֆ կա։ Բոլոր ռեշտակներու բազմությունը գործնապանեն, գերգրբակեն։ Ինչպես որ ելքեցին սուրպես Տեր Հիսուս։ Եվ մենք չենք գիտեր հայտնա մեջ կհիշել մեր մտքեն երևակայեցեն դարբեր բաներ։ Մենք չենք կնալ երևակայել այս սահմանափակ ուղեղով, որ մենք ինչ պիտի տեսնենք հավիտենական կյանքի մեջ։ Երանելի են անոնք, որ դերոճումով գնան չեն։ Անոր համար մահը մեզի հետ կորդ չունի։ Սիրելի եղբայրներ և քույրեր, մահը մեզի հետ կորդ չունի։ Մենք ննչեցյալներ ենք։ Ննչեցյալ կնշանակի քնացած, որոշ շրջան մի ետք։ Դերոճի փողովը ետ մի արդունանք։ Մի արդունանք դերը պարապանելու, դերը թիմավորելու համար։ Արապները գսեն լիխալև մենատ։ Շատ մենք բարձի գանենք երբևում, բայց արապներում կով այդպիսի նախատասություններ կան, որ կյանք կներշնչին։ Ինչու համար գսեն լիխալև մենատ, անոր համար, որ ինքը բարձ թեորիով գարն է, այսինքն իր սերունդը չարունակվի։ Ես ինձ իմ զավագես են իր զավագը, այսպես չարունակվի։ Բայց դերոճկով այդպես չէ։ Դերոճկով յուրաքանչյուր անհատ հատուկ ընդրված է։ Քեզ իր անունովը կգանչե, քո անունովը կգանչե։ Եվ ուր տղաս, եւ ուր աղջիկս, դերոճը արքայության մեջ, դերոճը դան մեջ։ Մատթեոս 3:13 համարը, որում հեծանոցը իր ցերկն է եւ իր գալը պիտի մաքրե ու իր ծորենը ամփարը պիտի ժողվե եւ հարթը պիտի այրե չմարող կրակով։ Հեծանոցը գիտեք ինչ է։ Չեմ գիտեր, եթե գիտեք։ Հեծանոցը հիմա ծորենը որ Senador, հասադեները գնցեն, այո, այդ ծորենը հետո գլա ծավար, այդ ծավարը գլա հետո ալյուրը գլա հաց, և մենք կաղոտ ենք ամեն օր
Հաց մեր հանավազոր դուր մեզ այսօր, չէ։ Բամը երևակայեց եք, թե աշխարի վրա ծորեն չի գա։ Ինչ կլա։ Աշխարի թիմիկ մտահոգությունները մեկը այսօր ծորենի և ջուրի դակնապներն են, աս երկուքը դակնապներ են, որ մեր հարաճկա դարիներում պրոբլեմներում մեջն է։ Անոր համար հեզանոց այն է, որ այդ ծորենը խոշոր մաղին մեջ այսպես կմաղեն և քարը, ավազը, ալբությունները կթափի և մաքուր ծորենը կմնա։ Հոգևոր կյանքը այսպես է սիրելիներ։ Մենք բոլորս ալ այդ մաղի մեջ պիտի թրվենք և մաղվենք։ Մեր գործերը, մեր արարքները, մեր գեցվածքը, մեր խոսքը, շատ կարևոր է, խոսքը։ Ես կտամ շատ թուրքյամ իմ հարազատ եղբայրս վիրավորել։ Մեր խոսքս են։ Եվ ադիկա սուրեն ավելի վնաս կասնեն այդ եղբորս կամ կրոջս։ Մենք մեր խոսքին դեր պետք է կապնենք։ Արածը գսել խոսքը կլոր է, ետքը կլոր է։ Այսինքն ամեն ինչ որ միտքս կուկայես պետք չի ասել։ Բացի Աստծո խոսքը։ Աստծո խոսքը դեղի անդեղի խոսքից մի վախնար ադորամար։ Մենք մեր արարքները կսահմանափակենք այսօր անոր խատրին համար։ Խատրի փարը գործածել, որ շատ կներեք։ Ավելի ձանր փար չեմ ուզել գործածել, բայց եղած ենք մարդասեր, չէ մարդասեր չէ, մարդահաճո, քան թե աստվածահաճո։ Ինչպես ասկույրից մեկ տողջի ու ստանա, ես ինչ կսեմ, ով իրեն համար ասած մեզ ալ չուզեր, խոսիր, կաչապար խոսիր, նույնը կեզ է հարված են, խոսիր ասու խոսքը, ճշմարության, կեզ տողջի ավնի, մնաց չունի, կամ մեկը որ կեզ գավնի, դեր Իսուս Քրիստոս, ինքը կեզ գավնի, և կեզ համար ճամպակ պատրաստ է։ Քու երևակայեցեք առաջ, ինքը կեզ գմդած է, և կեզի համար ինչ որ գարի կունիս կոկա։ Որմոն հորսի որ հայր կներես ես ամուսանցած զավագի դերեղա, արմիթի չի կնամ կեզ օգտակարվնար, կներես պղաստաբոք մին է, ես մեկ ունի, որ ինձի կոկն է, դեր Իսուս Քրիստոս, և հայրս պանվոր մարդ էր, ընգերություն աշխարհով մարդ էր, ամսականը սահմանափակ էր, բայց օր մոռացածի գարոտ չեղա, ասի ես կաչապար գնամ ուգայ։ Դա որ մենք, բոլորս, մենք ունենանք այն հավատքը և այն գեցվածքը մարդահաճո չլնանք, ալնանք աստվածահաճո։ Ես 4.5 տարի Լիբիա աշխատեցա, որոնցում եմ մեկ դարին անաբատներ, և անաբատը ծորեն գծանենք մենք, որ ըսի որ անաբատը ծորեն գծանվի, ես բանը սկիզբը նախքան դեսներս չի յավրը։ Բայց է որ հոն աշխատեցա մեկ տարի, տեսա որ ավազը, թեղին ավազը գարմիրի դարձած է։ Եվ մենք ունենք ես այսօր աս պանը կծած եմ, գլորը, և մեջտեղը պան, ունենք 238 հատ հոր, որ էստեղ են կատասկս են արապերենով, չրհաններ իչեցեր ենք, և այդ չրհաններով շուրը գելել է վեր, և այդ հեկտարը, աս գլորագը, ամեն մեկը 5 հեկտար է, կչրե, 12 ժամվա մեջ մեկ թուր գնե կչրե, և 6 ամսվա մեջ ծորեն ուտան, մեկի դեղ, մեկ բարգի դեղ 75-77 բարգ։ Օրմը, աստեղի կորձիկը ավրվավ։ Ինձ ղրգեցին, որ ես այդ կորձիկը նորոք եմ։ Կացին հազիվ
Փանին մոդեցա, կորցքի մոդեցա, հայրուրավոր ջանջեր։ Վզ, գիտեք, ինչ ադանելի է ջանջը։ Ինչ գիտեն է։ Աշխարհային կյանքը ասե։ Ակը վզոցներ ու կան քեզի, որ քեզ գանան կստացնեն։ Որբեսի տուն Աստծո խոսքեն հերու մնաս։ Աստվածաբաշխությունեն հերու մնաս։ Ելա դուրս պամուչ կրծանել։ Դերմս ինչ գիտեմ, ոչ ապաշխարած եմ, ոչ պամ։ Աստծո խոսքը կիրեմ, բայց ապտոս պյոս, չեմ ապաշխարած։ Դերեմ ինչ գիտեմ, ես աս վիճակի մեջ ինձի բարդականություն դված եմ, որ նորոքեմ։ Հանգարց միտքս պամին գավ։ Ետ օտոն և աս վայրեն մինչև կեմպը 30 կիլոմետրի օտոն նստա ետ կացի։ Մենք արապերենով լրվահագս ենք, պատոց, at պատոցը պատեցի, կացի եսի, որ ինձի ինք at պիրպավ տվեք։ Կացի պիրպավ վարի, սա ինչ դակ սավի, բադասխանալու, սիշ դակ ընտեր, լեզմ, կացի պատեցի ակնոսներն ալաչքիս, վերեն վար պիրպավ պուչեսի։ Մդա կորձքին մեջը, ամեն ճանջերը պախած։ Այդ պախելում, ես հիմա ինչու կսեմ այս օրենքը, այդ պիրպավը Աստծո խոսքն է։ Աստծո խոսքով եթե դու զորավոր ես, ամեն մեղքի, ամեն չարպանի կեմ գրնաս տնել։ Դերոչս խոսքը եկսայդի սուր է գսե։ Անորաման, մի դադամ սիրկույրս սեղբայրս, կաչ շեղիր և վգայ է, ժամանակները շատ քիչ են, հապշտակությունը մոդ է, մի քանի օր առաջ Իզակրոջս հետ խոսեցա, կսեմ որ եղբայրս հապշտակությունը մոդ է, հայրուր հարցուններ հարցունեն հոգևոր եղբորմանու, ադիսեր բայմաններ տրև է, սրեն շատ մոդ է, հապշտակություն շատ մոդ է սիրեններ, անորաման ուրախությամբ, սիրով ընգալեք Աստծո խոսքը և քաչ եղեք, ամենեն կարևորը քաչ եղեք, մի վախնակ, 365 անգամ իշված եմ, մի վախնակ, ես քեզի հետ եմ, դերը մեզի հետ է քույրեր եղբայրներ, անորաման դերը անագնգալներ գնե, գոդրած ծունգերը, թույլցած ծունգերը կզորացնե։ Հարթը, գիտեք, ծուրեն եղևն է հարթը։ Այդ հարթը շուտ այրվող է։ Այսինքն, բզդիկ գայձովը գայր է։ Անորոմար, չմարով գրագը այդ հարթերը բդ այր է ամեն։ Այդ հարթերը մեր մեղքերն են, մեր անսանքներն են, մեր թերություններն են, անորոմար ապաշխարությամբ դերու չկանք։ Ով դեր, ներեին գամայ և ագաման կուրծած անսանքներս, մեղքերս, թերություններս և զիս լվարկուսուր արենալատ։ Դերը շնորքն է և որմի մեզի, և ոչ է միան մեզի այլ հայ ասկիս ամայն։ Եթե շարքյուն գնեք գերական տաս իշխանություն միշտ պախումներում մեջ են։ Աղոթենք, որ դեր իր զավակները բայբապան են, գնալավ որ վաղը մոտ ժամանակի հալածանքը մեզի հասնի, երու չէ։ Եվ ես հիմարկվեն եմ ուզեմ բադրաստել ծեզի, գա հալածանք, հոգևոր աշխարհի վրա գա հալածանք, ինչպես առաջին թարերուն գա հալածանք, Հռոմի մեջ, եթե կարդացել եք չեմ գիտել, Ներոն գայստը որքան քրիստոնյաներ հալածեց, այրեց, կլխադեց և անոր համար հավատացյալներ
Սուգի նշանը և մոմը վարած նշան գտնեին, որ իրենք ոն հավատացյալ են, Աստծո խոսքի մեջ են, քրիստոնյա են։ Քրիստոնյան լոկ փար չէ, Քրիստոսը թավանիլ է, մեր հոգին մեջ, մեր սրտին մեջ, մեր կյանքի մեջ, թավանենք Հիսուս Քրիստոսի անունով, օրհնյալ եղեք, օրհնյալ մնաք, դերը բոլոր դար օրհնյալ անադավես։